Հարցս ուղղում եմ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին, պարոն Թորոսյան, հարցս վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող աջակցող միջոցներին։ Այսօր տեղեկացրել եք, որ այդ միջոցների ցանկը ընդլայնվել է։ Խնդրում եմ հստակեցնեք, մասնավորապես ինչ ծառայությունների, ինչ միջոցների մասին է խոսքը գնում եւ երբ է գործելու, այսինքն երբ կարող են քաղաքացիները արդեն դիմել այդ միջոցներից, ծառայություններից օգտվելու համար։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի Արսեն Թորոսյանը։ Համեցեք, պարոն Թորոսյան։ Շնորհակալություն Տիկին Պողոսյան, մեր վերջի տարիների քաղաքականությունը միտված է եղել հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների ընդլայնմանը եւ դրանց մեջ է նաեւ աջակցող միջոցները։ Դուք գիտեք, որ մենք արդեն մի քանի տարի անցել ենք հավաստագրերով կրկին աջակցող միջոցների տրամադրմանը, հավաստագրման փուլերը անցած կազմակերպությունների միջոցով, որը ավելի լիբերալ եւ հեշտ մեխանիզմ է, քան թե նախկինում կատարվող պետական գնումները, որի ժամանակ միայն մի տեղից կարող էին օգտվել։ Եվ դրա շրջանակներում մենք ամեն տարի ըստ էության ընդլայնել ենք տրամադրվող միջոցները եւ այս տարի նույնպես ընդլայնել ենք։ Օրինակ լսողական պրոցեսորների փոփոխություն, եթե չեմ սխալվում 50 քաղաքացու համար այս տարի եւ ընդհանրապես ամեն տարի, եւ եթե այդ պրոցեսորները չփոխվեին, ապա ըստ էության խլությունից բուժված քաղաքացին նորից խուլ կդառնային դրա պատճառով։ Մյուս կարևոր փոփոխությունը դա այնպիսի մեր քաղաքացիներին տակդիրների տրամադրումն է կամ նրանց ընտանիքներին, ըստ էության, ովքեր որ խնամում են այդ քաղաքացիներին, ում ցուցված է ծառայությունների անհատական ծրագրով, այսինքն եթե անձի ֆունկցիոնալության գնահատում է արվել եւ դա ցուցվել է, ապա մենք արդեն սկսել ենք տրամադրել այդ միջոցները, խոսքը հարյուրավոր քաղաքացիների մասին է եւ մենք արդեն ունենք հավաստագրված կազմակերպություններ, որոնք դրանք տրամադրում են, դրա համար պետք է դիմել համապատասխան միասնական սոցիալական ծառայություն եւ հավաստագրի հիման վրա ստանալ կազմակերպությունից, իսկ այն քաղաքացիները, ովքեր որ կարծում են, որ դրա կարիքը ունեն, բայց չեն անցել անձի ֆունկցիոնալության գնահատում, կարող են դա անել գնահատում անցնելուց հետո եւ ստանալ եւ խոսքը ամսական 120 միավորի մասն է, որը 36000 դրամ արժի, այսինքն ինքը քիչ գումար չի ըստ էության ցանկացած ընտանիքի վրա, հատկապես այդպիսի խնդիրներ ունեցող անձանցով ընտանիքների վրա եւ այս ամենը հավելյալ նրան, ինչ որ մենք անում ենք դրամային իմաստով, դուք գիտեք, որ նաեւ ապրիլի 1-ից մենք բարձրացնում ենք հաշմանդամություն ունեցող անձանց նպաստները 10000-ական դրամով, առաջին, երկրորդ եւ երրորդ կարգերի համար կամ խորը, ծանր եւ միջին սահմանափակում ունեցողների համար համապատասխանաբար 36000-ը 46000, 37.5-ը 47.5 եւ 39-ը 49000 դրամ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար